Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը չի կարող այլևս ողջ մնալ Իսրայելի հիվանդանոցն ու բնակելի շենքերը թիրախավորելուց հետո։ Զինվորականներին հրահանգ է տրվել եւ նրանք գիտեն, որ իրենց բոլոր նպատակներին հասնելու համար այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ, ասել է կացը։ Թեհրանը չի դիմել Մոսկվային Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին աջակցության համար, հայտարարել է Վլադիմիր Պուտինը, հավելել՝ Ռուսաստանը պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի ոլորտում, միաժամանակ վերացնելով անվտանգության հետ կապված Իսրայելի մտահոգությունները։ Պուտինը նշել է, որ առաջարկել է իրավիճակից դուրս գալու տարբերակ, սակայն որոշումը պետք է կայացնեն Իրանի եւ Իսրայելի իշխանությունները։ ԱՄՆ-ի միջամտությունը Իրան-Իսրայել հակամարտությանը կհանգեցնի դրա աշխարհագրության ընդայնմանը, ինչպես նաև սրացման նոր փուլի Պեսկովի հայտարարությունն է։ Մենք լսում ենք Թեհրանից եկող հայտարարություններ, ուստի սա կլինի սրացման եւս մեկ սարսափելի փուլ։ Պուտինը հայտարարել է, պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ, սակայն պարզ չէ, թե ով կստորագրի փաստաթղթերը։ Եթե ուկրաինական պետությունը վստահում է ինչ-որ մեկին բանակցություններ վարել, Աստծո սիրուն թող դա լինի Զելենսկին, բայց հարցը դա չէ, ասել է Պուտինն ու հավելել. հարցն այն է, թե ով կստորագրի փաստաթղթերը, ապա կրկին պնդել, թե Զելենսկին իբր ոչ լեգիտիմ ղեկավար է։